Ներկայիս արտադրական հզորություններով նախկին 2-ից 3 տոննա կաթի միջին մթերման ծավալները նախատեսում ենք բազմապատկել 2-3 անգամ, այսինքն այս տարի նախատեսում ենք ընդունել օրական 6-ից 8 տոննա բնական կաթ։ Արդեն շուրջ 35 տարի գործող այս արտադրամասում կաթի մթերման ծավալները կավելանան նոր պաստերիզատորի գործարկմամբ, որն ընկերությանը տրամադրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում և ՔՈԱՖ-ի ու Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ՉԻԶԱՊ ծրագրերով։ Մենք ներգրավել էինք մոտավորապես 10 արտադրողներ և 4 ընտրվեցին, մարդիկ հակված էին համագործակցել, ցանկանում էին արտադրամասը ավելացնել, կար դրա պոտենցիալ, ինչպես նաև կար պոտենցիալ նոր աշխատատեղեր ստեղծելու։ Այս ամենի արդյունքում յուրաքանչյուր արտադրամասում մինչև 10-15 նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այս ծրագրի շրջանակներում նաև ՖԱՕ-ի հետ համագործակցության արդյունքում նախ ապահովում ենք աշխատատեղեր ոչ միայն Հայաստանի հայության համար, այլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։ Նաև արտադրամասը մեծ ազդեցություն ունի կաթի գնի վրա տարածաշրջանում, քանի որ մինչև արտադրամասի ստեղծվելը կաթի գինը անհամեմատ ավելի ցածր էր։ Հիմա հնարավորություն ունեն ֆերմերները ավելի բարձր գնով հանձնել արտադրամասերին կաթը։ Դսեղում գործող ընկերությունը գործակցում է շուրջ 225 գյուղացիական տնտեսությունների հետ, մթերելով թարմ կաթ։ Արտադրության ընդլայնման արդյունքում այդ թիվը կհասնի 350-ի։ Այս արտադրամասը մի շարք հարցերում համագործակցում է Թումանյան խոշորացած համայնքի հետ, մասնավորապես սոցիալական ոլորտում եւ ինչքան հնարավորությունները մեծանում են, այնքան բնականաբար աշխատակիցների քանակը արդեն կավելանա եւ դա արդեն համայնքի համար մեծ ներդրում է։ Միշտ սակավման ներդրումը 2 տոննա կաթի պաստերիզացման գործընթացը կատարվում է 4-ից 5 ժամ ժամանակում։ Սակավման ներդրումից հետո նույն գործընթացը հնարավոր է իրականացնել հաշված րոպեների ընթացքում։ Արտադրական process-ում սակավման ներդրումը կնպաստի ոչ միայն մեր կազմակերպության վրա, այլ ընդհանուր առմամբ իր ազդեցությունը կթողի թե համայնքի տնտեսական զարգացման եւ թե համայնքում եւ հարակից հարևան համայնքներում գործունեություն իրականացնող ֆերմերների վրա։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված Յուրան արդեն 1 տարի արտադրամասում է աշխատում, փորձ չի ունեցել, բայց շատ արագ հմտացել է գործում։ Նոր սարքավորումների հիմնարկին ավելի շատ օգուտ կտա ու հուսով եմ, որ նոր աշխատատեղեր կլինի եւ մեր Արցախից տեղահանված հայրենակիցներին կտեղավորենք աշխատանքի ոլորտում։ Գործընկեր կողմերը վստահ են, որ նման նախագծերի իրականացումը խթանում է համայնքային տնտեսության զարգացումը, կենսական նոր հնարավորություններ ստեղծելով մարզաբնակների համար։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։